Սիրելիներս ողջույն, ինչպես եք իմ շատ սիրելի հետևորդներ, բարեկամներ։ Գարնանային գեղեցիկ երեկո է մեզ մոտ, արդեն օրերը երկարել են, ուշ են մտնում։ Աշխատանքից եկել եմ ու որոշել եմ տեսանյութս վերջացնել, այսինքն արդեն նկարել էի, այսօր ձեզ եմ ցուցադրում այս հրաշք տորթի բաղադրատոմսը։ Սիրելիներս, տորթ սնիկերս ենք պատրաստում, ամենահամեղ, ամենա Ոսից տեսնում ես, ուզում ես ուտես, այդ տորթերից մեկն է, ուրեմն մնացեք իմ հետ, սկսում ենք պատրաստել։ Ուրեմն այսպես, սիրելիներս, այս համեղ տորթի համար, սնիկերսի համար անհրաժեշտ է լինելու 7 ձու, անհրաժեշտ է լինելու 200 գրամ շաքարավազ, 100 մլ ձեթ, օգտագործելու ենք 1 թեյի գթալ սոդա, օգտագործելու ենք 250 գրամ թթվասեր կամ մածուն, իմ մոտ թթվասեր է, օգտագործելու ենք 300 գրամ ալյուր և 3 ճաշի գթալ կակաո։ Սկսում ենք հարել ձուն շաքարավազի հետ։ Ձուն հարում ենք, չենք սարքում դասական բիսկվիտի նման պինդ զանգված, կարևորը որ լավ հարված վիճակում լինի և ավելացնում ենք ձեթն ու թթվասերը։ Դուք մի քիչ ավելի մեծ աման կվերցնեք, որ իմ նման չլինի արդեն տեղ չկա։ Ու նորից հարում ենք։ Քանի որ այսպես պատրաստել եմ, բայց հարմար չէր խառնելու համար, տեղափոխում եմ ամանը, ավելացնում եմ նաև սոդան, 1,5 թեյի գթալ սոդա ենք ավելացնելու։ Էլի մի լավ կխառնեմ ու կավելացնեմ հեղուկ զանգվածին։ Ես հարիչով եմ խառնելու, սիրելիներս, դուք կարող եք գթալով քիչ-քիչ մաղով անցկացնել և խառնել։ Այ տեսեք ինչպիսի թանձրություն ունի, բաժանում ենք 2 մասի, եթե հավասարել չլինի չմտածեք, սիրելիներս, 2 հատ թավաներն էլ պատրաստել եմ, ջեռոցն էլ միացնում ենք, պետք է թխենք 180 աստիճանում, թավայի չափը 180, կներեք, 30-40 է, ջերմաստիճաններ 180, ու մոտավորապես 20-25 րոպեում թխվելու է, վերև ներքևը միացված, առանց օդափոխիչի, կամ օդափոխիչով, ինչպես ուզում եք։ Ես միշտ ասել եմ, եթե լավ ջերմաստիճանը դուք ճիշտ կարգավորեք, ուզում է օդափոխիչ լինի, ուզում է չլինի, լավ թխողը միշտ է լավ է թխելու։ Այստեղ մի քիչ ալյուր էր մնացել եզրերից։ Իդեպ, եթե դուք զգաք, որ ձեր խմորը թանձրանում է, ալյուրի որակից որակ, ես միշտ ասել եմ, մեկի մոտ կարող է մի քիչ շատ պահանջվել, մեկի մոտ կարող է մի քիչ պահանջվել։ Դուք պետք է կողնորոշվեք, սիրելի կանայք, այնպես որ ուշադիր կլինեք, երկրից երկիր, ալյուրի որակից որակ տարբերություններ լինում են, այնպես որ զգույշ կլինենք։ Հիմա կթխենք շերտերը և կհանդիպենք։ Տեսեք, սիրելիներս, բիսկվիտներից մեկը արդեն դարել է նուրբ, փոքրիկ, գեղեցիկ, հաջորդն էլ կթխենք ու կանցնենք կրեմին։ Պատրաստում ենք կրեմը, սնիկերս տորթի կրեմն ենք պատրաստում, սիրելիներս, օգտագործելու ենք 300 մլ սերուցք, լավ որակի սերուցք վերցրեք, 1 տուփ խտացրած կաթ, եփած խտացրած կաթ եմ օգտագործելու և օգտագործելու եմ 2 հատ մասկարպոնե պանիր, որը ունի 250 գրամ, այսինքն իրար հետ կես կիլոգրամ սերուցքային պանիր է։ Սկսում ենք սկզբից հարել սերուցքը ու աստիճանաբար ավելացնելու եմ, հերթով արդեն դուք կտեսնեք մնացած բաղադրիչները։
Ուրեմն սերուցքից հետո էփած խտացած կաթն ենք ավելացրել, հիմա կավելացնենք մասկարպոնե պանիրը։ Հենց նույն գթալով էլ կավելացնեմ։ Միանգամից ավելացնելու եմ հենց 500 գրամը ու հարեմ։ Եթե դուք կասկածներ ունեք, որ կարող է կտրվի, կրեմը լավ չստացվի, քիչ-քիչ ավելացրեք։ Իդեպ իմ մոտ եփած խտացած կաթը ուրիշ տեսակի էր, ամեն անգամ չի, որ կարողանում եմ ձեռք բերել, բայց հույս ունեմ, որ համեղ կստացվի։ Տեսեք ինչ ձիգ լավ կրեմ է ստացվում իմիջայլոց, մասկարպոնեով կրեմները շատ եմ սիրում։ Կրեմը պատրաստ է, սիրելիներս, հիմա զբաղվում ենք գետնանուշով։ 150 գրամ բոված գետնանուշը մանրացնում ենք, որպեսզի ավելացնենք կրեմի մեջ, իսկ 100 գրամ էլ կպահենք առանց ջարդելու, որպեսզի երեսը զարդարենք։ Որքան կարողացա մանրացրեցի, ես այն աշխատանքները, որ համբերություն պետք է ունենաք, չունեմ, մի քիչ մանրացրեցի կարևոր է։ Դե հետո սնիգերսի մեջ պետք է հատիկ-հատիկ գիտեք, ուտելուց զգացվի, չէ, գետնանուշը։ Տեսեք, որքան շատ ստացվեց, դուք էլ այդպես կանեք, որովհետև կրեմը առատ է պետք, չխնայեք, եթե ուզում եք համեղ տորտ ստացվի, այ հենց այսպես էլ պետք է պատրաստեք։ Հիմա մի լավ կխառնեմ, շերտերը պատրաստ են, ընտիր, սիրուն, տորտ ենք հիմա պատրաստելու։ Վերջ, կրեմը պատրաստ է։ Ուրեմն, 2 հատ բիսկվիտները իրար վրա ենք դնում ու իմ մեթոդով բաժանում ենք 3 մասի, այսինքն բաժանելու ենք այսպես, 1/3 մասը վերցնելու ենք ու ստանալու ենք 3 շերտ։ Ինքան փափուկ է, տեսեք որքան նուրբ է, այսպես դնելու ենք ու կստացվի 3 շերտ։ Հավաքում ենք տորթը, առատ կրեմով, այսպես սիրուն լցնում ենք։ Քանի որ այնպիսի կրեմ է, որ ուտելուց պաղպաղակի նման թեթև համեղ է լինում, պետք է առատ լցնենք, որպեսզի համեղ ստացվի։ Կարող եք կարամել էլ ավելացնել, բայց այս բաղադրատոմսը առանց կարամելի է։ Հեշտ տարբերակն եմ ընտրել։ Եվ վերջին շերտը, ամբողջ կրեմը ավելացնում ենք վերջին շերտի։ Իսկ երեսի շերտին առատ գետնանուշ եմ ցանում։ Իհարկե ըստ ճաշակի է, ես մոտավորապես կասեմ 100-150 գրամ, որովհետև չեմ կշռել ճիշտը որ ասեմ, բայց այսպես, լցրեք ուղղակի։ Սիրելիներս, մի փոքրիկ շոկոլադ եմ հալեցրել զարդարելու համար, որպեսզի տեսքը ավելի գեղեցիկ լինի։ Եվ հետո սնիգերսը ամեն դեպքում, տեսնեք, լավ էլ չեմ հալեցրել, հատիկներ է մնացել, գիտեք, սնիգերսը ամեն դեպքում շոկոլադապատ պետք է լինի։ Վերջ սիրելիներս, ուղարկում ենք սառնարան, կամ էլ ամբողջ գիշեր կպահենք ու հետո Սիրելիներս, տեսակ ինչ գեղեցիկ տեսք ունի, ինչպիսի տորտ պատրաստեցինք, տորտ սնիգերսը երևի ամենահամեղ տորթերից մեկն է, օրինակ իմ ընտանիքում շատ են սիրում, գիտեմ, որ շատերն են սիրում այս տորթը, այնպես որ պատրաստեք, անուշարեք, վայելեք, սուրճ խմեք, թեյ խմեք, իրայներ, թե հիշեք, չմոռանաք։ Սիրելիներս, դե ինչ, ես հաջողություն եմ ասում բոլորին,
Շնորհակալ եմ, որ դիտում եք, շնորհակալ եմ, որ իմ հետ եք, իմ ալիքում եք, շնորհակալ եմ, որ կիսվում եք ձեր բաղադրատոմսերով, իմ բաղադրատոմսերով ձեր ընկերների հետ ու պատրաստում եք ու իմ ալիքում եք։ Դե ինչ, կհամտեսեմ, ձեզ կասեմ համը ինչպիսին է, իսկ մենք կտեսնենք հաջորդ համեղ տեսանյութում։ Գետնանուշի համար, օրինակ, ես կընտրեի ավելի աղի տեսակը, ձեզ եմ խորհուրդ տալիս, ընտիրը։ Ողջունում եմ բոլորին, սիրելիներս ինչպես եք, տեսեք ինչ համեղ տորթ ենք պատրաստելու այսօր, տորթ բաունտի, մի հրաշք բաղադրատոմս, մի հրաշք, որ ասում եմ, ինքան համեղ է, որ պատրաստել եմ ու տարել եմ աշխատանքի վայր այս տորթից, իտալացիները երբեք երևի չէին համտեսել այսքան համեղ տորթ, որովհետև մի վայրկյանում վերջացավ սիրելիներս, այնպես որ մնացեք իմ հետ, շատ հետաքրքիր բաղադրատոմս է, արագ պատրաստվող, աշխատել եմ առանձնացնել բաղադրիչները այնպես անել, որպեսզի եւ հասանելի լինի եւ շատ արագ լինի։ Այնպես որ մնացեք իմ հետ սիրելիներս, սկսում ենք պատրաստել տորթ բաունտի։ Ուրեմն, ինչ է անհրաժեշտ լինելու բաունտի տորթը պատրաստելու համար։ Սկզբից կպատրաստենք բիսկվիտը, սիրելիներս։ Ունենք այստեղ 5 ձու, 150 գրամ շաքարավազ, 150 գրամ թթվասեր կամ մածուն, իմ մոտ թթվասեր է, օգտագործելու ենք 100 մլ սովորական անհոտ ձեթ, 1 թեյի գթալ սոդա ենք օգտագործելու, 150 գրամ ալյուր եւ 2 ճաշի գթալ կակաո, սիրելիներս, լավ սենց ճաշի գթալ կակաո ենք օգտագործում, հիմա պետք է ձուն եւ շաքարավազը հարենք։ Ձուն եւ շաքարավազը հարելուց հետո, տեսեք սովորական հարել եմ, չեմ հասցրել, շատ մեծ ծավալի կարիք չկա, ավելացնում եմ թթվասերը, եւ ավելացնում ենք ձեթը, ու նորից մի թեթև հարում ենք, որպեսզի բոլոր զանգվածները լավ միաձուլվեն։ Հիմա մի թեթև այսպես կողք ենք դնում, վերցնում ենք 4 բաղադրիչները, ալյուրը, կակաոն, այսպես մի լավ կխառնենք, կավելացնենք 1 թեյի գթալ սոդա ու կշարունակեմ մի լավ խառնել, հետո ավելացնելու ենք զանգվածին։ Դե հիմա գթալ կավելացնեմ, դուք կարող եք մաղի միջոցով անցկացնել եւ գթալով խառնել, ես հարիչով եմ խառնում, բայց ես խորհուրդ եմ տալիս, եթե սկսնակ եք, եթե ձեր մոտ այդքան էլ հաջող չեն ստացվում, կարող եք առանց հարիչի անել։ Սիրելիներս, մոռացա նշեմ, որ բաղադրիչները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի։ Մի հատ եզրերը այսպես կհավաքեմ, որպեսզի ալյուրը լավ խառնվի։ Սիրելիներ, ջեռոց միացնում ենք 180 աստիճան, վերև ներքևը միացված, եթե օդափոխիչով է, խնդիր չկա, հենց օդափոխիչով էլ պատրաստելու ենք, թխելու ենք մոտավորապես 25-ից 30 րոպեում։ Սիրելիներս, թավայի չափը 30-40 ստանդարտ չափն է։ Մեր բիսկվիտը պատրաստ է, բաունտի տորթի փափուկ, նուրբ թողնում ենք հովանա ու անցնում ենք կրեմի պատրաստմանը։
Սիրելիներս, սովորական սերուցքին 29%-անոցի այս անգամ շատ բարձր տոկոս չունի, ավելացնում ենք վանիլինը, ես բնական վանիլին ավելացրեցի այս անգամ, տեսնում եք սև հատիկները, ու ավելացնում եմ խտացրած կաթ, 2 ճաշի գդալ ու միանգամից հարում ենք։ Եթե կրեմը մի քիչ էլ ջրիկ ստացի, չանհանգստանաք, որովհետև կոկոսի քերուկ ենք ավելացնելու, ինքը թանձրացնելու է։ Սրանից ավել չի թանձրում, որովհետև ամենաջրիկ տեսակն էի վերցրել, ամենակիչ յուղատվություն տեսակն էի վերցրել ու ավելացնում ենք 200 գրամ սիրելիներս կոկոսի քերուկ։ Ես ինչ անուշ է բուրում, չեք պատկերացնի, որ բնական վանիլին եմ օգտագործել, ավելի համեղ կրեմ է ստացվում այդպես։ Բիսկվիտը 2 մասի ենք բաժանում։ Տեսեք ինչ լավ կառուցվածք ունի, ինչ լավ թխվել է։ Հիմա ամբողջ կրեմը մի շարքով պետք է զգուշությամբ սիրուն դնենք, պետք է հաստ շերտ ստացվի։ Դե զգուշությամբ էլ կտարածենք ու կդնենք հաջորդ շերտը։ Եվ դնում ենք վերևի շերտը։ Քանի որ բաունտին ինքը պատված է լինում, իսկական շոկոլադը կաթնային է, դրա համար երեսի ջնարակը կաթնային շոկոլադով ենք պատրաստելու։ Ընդամենը ունեմ 100 գրամ կաթնային շոկոլադ, կավելացնենք մոտավորապես 30 մլ կաթ եւ կամ ջրային գոլորշու վրա հալեցրեք, կամ էլ միկրոալիքային վառարանում։ Կաթնայինը զգուշ եք լինում, որպեսզի կաթը շատ չավելացնեք, որովհետև հնարավոր է, որ հետո չպնդանա։ Չենք թողնում, որպեսզի կաթը եռա, կարևորը որ շոկոլադը այսպես փափկի ու արագ խառնում եք, ինքը լավ ու շատ արագ թանձրանալու է։ Տաք վիճակում 30 գրամ կարագ ենք ավելացնում ու արագ խառնում ենք, որպեսզի հալվի։ Կարագը կապահովի ձեր ջնարակի փայլն ու գեղեցիկ տեսքը։ Կարող եք կամել 30 մլ անհոտ ձեթ ավելացնել։ Ես կարագով եմ սիրում, կարագը ավելի համեղ է լինում։ Այսպես սիրուն ջնարակը լցնում ենք, ես չեմ համբերել, որպեսզի լավ թանձրանա, բայց դուք կսպասեք, կհամբերեք։ Հետո դնում ենք սառնարանում, հաջորդ օրը կամ մի քանի ժամից անուշ ենք անում։ Ես ինչ լավ է բուրում, կոկոսի բուրմունքը ընտիր մի բան, էլ չեմ ասում, շոկոլադը սիրելիներս, ովքեր որ բաունտի շոկոլադ շատ են սիրում, հաստատ այս տորթն էլ կսիրեն։ Իդեպ ասեմ, հեշտ պատրաստման ձև է ու ամենակարևորը շատ արագ է պատրաստում, արդեն տեսեք, հրաշք է ուղղակի, սիրելիներս, պատրաստեք, անուշ արեք, իսկ ես ձեզ մնում է ասեմ հաջողություն, փորձեմ ասեմ համը ինչպիսին է, կպատրաստեք, անպայման կկիսվեք բաղադրատոմսով ձեր ընկերների հետ, ինձ հետևեք նաև Instagram-յան և Facebook-յան էջերում, հերիք է որ հենց գրեք Իրա Հայրապետյան կամ փտրեք ինձ իմ YouTube-յան ալիքի անունով Իրա's World Channel։ Էնպես որ սիրելիներս, հաջողություն, կսպասեք ինձ հաջորդ տեսանյութում համեղ բաղադրատոմսերով միասին։
Հավում եմ վերանում, ես ինչ հոնեղ է, ընտիր է։ Հերիքա, սիրներ, սիրներ, հերիքա սիրնա։ Սիրելիներս ողջույն, իմ շատ սիրելի բարեկամներ, սիրելի հայուհիներ, ինչպես եք թանկագիներս, քանի որ շարունակում եմ համեղ տորթերի շարքը, այսպես ասած, այսօր էլ պատրաստելու ենք տորթ Ռաֆայելո։ Այս տարբերակը ամենալավագույններից է, ամենահամեղներից է, հետաքրքիր խմոր է, մնացեք իմ հետ, որպեսզի դիտեք տեսանյութը ու պատրաստեք։ Ինչով է տարբերվում մնացած իմ բաղադրատոմսերից, որովհետև էլի ունեմ տորթը Ռաֆայելո, կդիտեք ու կհամոզվեք, որովհետև եւ պատրաստման ընթացքն է, եւ բաղադրիչները, եւ ամենակարևորը տորթի խմորի կառուցվածքն է։ Դե ինձ սիրելիներս, մնացեք իմ հետ եւ պատրաստենք միասին այս հրաշք տորթը։ Սիրելիներս, պատրաստում ենք տորթ Ռաֆայելոյի բիսկվիտը, ամենահամեղ ու հետաքրքիր խմորեղեններից է, գիտեք։ Ուրեմն օգտագործելու ենք 6 ձու, օգտագործելու ենք 150 գրամ շաքարավազ, օգտագործելու ենք 2 թեյ գդալ խրեցուցիչ, 80 գրամ սովորական ալյուր եւ 150 գրամ նուշի ալյուր։ Նուշի ալյուրը ես ընդամենը նուշը բլենդերով մաղել եմ։ Դուք էլ կարող եք այդպես մաղել ու տեսեք ինչպես ասեմ, կազմվածք ունի, կարծես թե ալյուր չլինի, ուղղակի գեղեցիկ փշրված մակերես ունի եւ 50 մլ ձեթ ենք օգտագործելու։ Դե սկզբի համար հետաքրքիր բիսկվիտ ելնելու այն առումով, որ շատ քիչ ալյուրով ենք պատրաստում, բայց դրա փոխարեն օգտագործելու ենք նուշի ալյուր ու շատ համեղ է լինելու։ Սկսում ենք հարել ձուն շաքարավազի հետ, հետո արդեն քայլ առ քայլ ցույց կտամ։ Սիրելիներս, մի փոքրիկ հարելուց հետո ավելացնում ենք ձեթը ու նորից շարունակում ենք հարել։ Հարիչի գործը ավարտեցինք։ Ալյուրի վրա ավելացնում ենք խրեցուցիչը եւ ավելացնում ենք խմորի վրա։ Դե բնականաբար այսպես մի թեթև կխառնենք։ Եթե ուզում եք մաղի միջոցով անցկացրեք, ես միշտ խորհուրդ եմ տալիս, որպեսզի ձեր խմորը հարուստ լինի թթվածնով եւ լավ ստացվի։ Այսպես կխառնենք, քանի որ ալյուրը քիչ է, մեզ օգնության է հասնում նուշի ալյուրը։ Նուշի ալյուրով ենք պատրաստում, որովհետև Ռաֆայելո է, ու գիտեք, որ Ռաֆայելոն իր հիմքը հենց նուշի ալյուրն է, հետաքրքիր բաղադրություն է ունենալու այս տորթը։ Այ տեսեք, այսպիսի տեսք պետք է ունենա, եթե զգաք ալյուրը քիչ է, շատ քիչ, 20 գրամ կարող եք ավելացնել, որովհետև նուշի որակից ու տեսակից հնարավոր է մեկի մոտ մի քիչ թանձր, մի քիչ ավելի ջրիկ թվա խմորը։ Խմորը աչքաչափով երկու մասի եմ բաժանում, բարակ շերտեր են ստացվելու, բայց ես գերադասում եմ այսպես, թավայից չափը 30-40 սանտիմետր է։ Այսպես տարածում ենք, ջեռոցը միացնում ենք 180 աստիճան, շատ արագ թխվող շերտեր են լինելու, սիրելիներս զգուշ կլինեք, որպեսզի չվառեք։ Մոտավորապես 10-15 րոպեում շատ շուտ թխվելու է, ջեռոցը վերև ներքևը միացված, օդափոխիչը եթե միացրած լինի, ավելի արագ է թխելու, իմիջայլոց պետք է զգուշ լինեք։ Հիմա պատրաստում ենք Ռաֆայելոյի կրեմը, օգտագործելու ենք 300 մլ սերուցք, բարձր տոկոսանոց ընտրեք, 250 գրամ մասկարպոնե կամ սերուցքային որևէ տեսակի պանիր եւ 2 ճաշի գդալ սովորական խտացրած կաթ։ Ըստ ճաշակի կարող եք օգտագործել նաեւ վանիլին, բայց քանի որ կոկոսի քերուկ ենք օգտագործելու, ես վանիլին չեմ օգտագործի։
Մի քիչ որ ուզում եմ պնդանալ սերուցքը, ավելացնում եմ խտացրած կաթը։ Խտացած կաթը ուղղակի համի եւ քաղցրության համար է։ Շատ ու քիչը դուք որոշեք։ Ես այս չափաբաժնին 2 ճաշի գթալը միշտ համարել եմ բավարար։ Ավելացնում եմ մասկարպոնը։ Վերջ կրեմս պատրաստ է։ Տեսեք ինչ գեղեցիկ ձիգ կրեմ ենք ստացել։ Հիմա կրեմին պետք է ավելացնել կոկոսի քերուկ։ Ես 250 գրամը կրճատել եմ, ընդամենը 100 գրամ եմ լցնելու, որովհետև արդեն աշխատանքային փորձս ցույց է տվել, որ շատ կոկոսի քերուկը հետո ժամանակի ընթացքում չորացնում է խմորեղենը։ Աչքաչափով եմ լցնում, մի քիչ էլ կպահեմ, երեսը զարդարելու համար է պետք գալու։ Մի լավ խառնուն, գիտի ինչ օնուշ է բուրում, չեք պատկերացնի, կրեմը կոկոսի քերուկով շատ համեղ է լինում։ Վերջ սիրելիներս, հիմա մի լավ կխառնեմ ու կսկսենք հավաքել տորթը։ 1/3 մասը կտրում ենք, որպեսզի ստացվի 3 շերտ, տեսեք նուրբ, այսպես, շատ չկարմերացրեք, այսպես, ինչպես որ ես եմ արել։ Հիմա յուրաքանչյուր շերտին կրեմը աչքաչափով 3 մասի բաժանեք ու քսում ենք կրեմը։ Սա էլ էսպես կլինի մեր երկրորդ շերտը։ Այսպես ենք անում երկրորդ շերտը, մի քիչ էլ կրեմ պահում ենք երրորդ շերտի համար։ Եվ վերջին շերտը օգտագործում ենք ամբողջ կրեմը։ Իմիջայլոց շերտերը ժամանակի ընթացքում չորանում են, բայց հետո կրեմը քսելուց հետո 1 օր պահեք կամ մի քանի ժամ պահեք, ինքը շատ փափուկ ու գեղեցիկ տորթ է ստացվելու։ Ուզում եմ ասեմ, որ հանկարծ չորանա, չանհանգստանաք, նորմալ է, որովհետև նուշի ալյուրել ենք օգտագործում, այդպես է պետք է լինի։ Վերջում առատ կոկոսի քերուկ։ Բնականաբար, որովհետև Ռաֆայելոն հենց այդպես էլ պետք է լինի։ Հիմա այսպես ուղղակի ձևի համար մի քանի հատ Ռաֆայելոյով կզարդարեմ, բայց հետո կտրելուց ուրիշ ձևավորում կտանք։ Թողնում ենք սառնարանում, հաջորդ օրը արդեն կարող ենք ուտել։ Տեսակ սիրելիներս, ինչ արագ է պատրաստման եղանակը ու ինչքան հեշտ էր։ Ովքեր որ սիրում են Ռաֆայելո, ինչպես որ ես օրինակ 1 տուփ Ռաֆայելո կոնֆետը կարող եմ մի անգամից ուտեմ ու ծանրություն չզգամ։ Իմ համար շատ թեթև է, բայց ասեմ որ շատ բարձր կալորիականություն ունի, իր թեթևությանը մի նայեք։ Իհարկե սիրող մարդու համար ծանրություն չի զգացում, թեթև եք ուտում ու վերջ։ Ընտանիքիս անդամները նույնիսկ զարմանում են, որ այս շոկոլադ կարող եմ 1 տուփը, սովորական փոքրիկ տուփը ուտեմ ու վերջացնեմ։ Այդպես էլ տորթն եմ սիրում, այնպես որ հաստատ ես մի լավ սուրճ կխմեմ, ընտանիքիս անդամների հետ կվայելեմ այս համեղ տորթը։ Իսկ ձեզ մնում է պատրաստեք, դուք էլ վայելեք, ինձ էլ կհիշեք, չմոռանաք։ Սիրելիներս, տեսեք։ Նուրբ գեղեցիկ, ես այս տորթը անվանում եմ նուրբ տորթ ավելի շուտ, որովհետև իրականում ինքը սպիտակ է, նուրբ է, փոքրիկ աղջնակի է ավելի շուտ հիշեցնում, ես այսպիսի տորթերը անվանում եմ ավելի շատ նրբություններ, այնպես որ պատրաստեք սիրելիներս, հիմա ես ձեզ կասեմ համը ինչպիսին է, իսկ մենք կտեսնենք հաջորդ տեսանյութին ինչպես միշտ համեղ բաղադրատոմսով, Իրայի խոհանոցում։ Ինչ փոքրիկ է, հրաշք է սիրելիներս։